Կոմիտասյան օրեր նախագծի շրջանակում գնում ենք ճամփորդության դեպի Կոմիտասի թանգարան։ Ինչ էր գրում։ Ոտանավորներ էր գրում, բայց դա իր ամենաառաջնային զբաղմունքն էր։ Երգեր էր գրում, Հենց այս նույն վազը։ Ահա, գեցես, ու նաև Կուշը։ Եղնիկ դու բոստան ես, սարդեն, ասիս, մասիս արնեն, մարդեն, եղնիկ դու բոստան ես, խմեն, կսանան, ուլիչին են, խմեն, օրեն բասվեց, տուխան բերեց, կակավ թրավ, կանացար է, ծալիցեր եմ, բարև երակ ծաղիկներ եմ, սիրունիկ, նախշուն կաթավիկ, սիրունիկ, նախշուն կաթավիկ։ 1907 թվականին է այս գործիքը նվեր ստացել, ես մեծ դաշնամուրների ռոյալ է։ Իր անձնական իրերից ինչ եք հիշում, օրինակ երաժշտական գործիքներ տեսել եք։ Ուժը, սափորը։ Ահա, մեծ ռոյալը չէ, որ Ալեքսանդր Մանթաշյանն էր, նաև շվիների ուսերին։ Ես վստահ եմ, որ դուք Կոմիտասի մասին արդեն շատ բան գիտեք, եկեք ուղղակի շատ արագ հիշենք, ով էր Կոմիտասը, ինչով էր զբաղվում, ինչ մասնագիտություններ ունենք, արագ ամփոփենք ու անցնենք առաջ։ Ասա։ Նա դասապու էր, երգի։ Լավ, մի քանի բան միանգամից ասացիք, ուրեմն առաջինը երգիչ ասացիք, Կոմիտասի ձայնը դուք լսել եք իդեպ։ Հենց թանգարանում կա Կոմիտասի ձայնը, մենք այսօր էլ ենք լսել իր ձայնը, այնպես որ ուշադիր կլիներ։ Կոմիտասն ուներ շատ գեղեցիկ ձայն և հենց որպես երգիչ հանդես է եկել տարբեր հարթակներում։ Սա մեր ուսուցիչ լսեցի, չէ, կարծես թե ասացի, Կոմիտասը մեր մանկավարժ էր և ուներ շատ ու շատ աշակերտներ և Հայաստանում և հետագայում Կոստանդնուպոլսում։ Ինչով էր զբաղվում։ Նկարիչ, այո, Մարտիրոսյանը նկարիչ է։ Շատ է սիրել Կոմիտասի երաժշտությունը և իր շատ նկարներ նկարել է Կոմիտասի երաժշտության ներքո։ Գտնելը Մարտիրոսյանի երկու լուսանկար։ Այսօր Տիգրանն էլ ա գտել, ապրես, սրան մի հատ էլ կա։ Շատ ապրես Տիգրան ջան։ Այստեղ այդ նկարն է, չէ։ Ապրես։ Ուղղակի տարբերություն չկա։ Տարբերություն չկա, իհարկե, որտեղ իր նկարն է, չէ։ Ապրես։ Հետո Մարտիրոսյանի ինքնանկարը բավականին հեշտ Ես գտել եմ ինքնանկարը գիտես որն է, որ մարդը ինքը իրան է նկարում, ճիշտ եք ցույց տալիս, կբերես։ Այլա վերցինն է։ Ապրես։ Այլն ասում է, երբ վրցինը առնում եմ ձեռքս, Կոմիտասը հայտնում է իր մեղեդիներով։ Ահա։ Կոմիտասի երաժշտության տակ որ նկարել է։ Ահա, ճիշտ ես ասում, այո։ Կոմիտասը երաժշտության ներքո է նկարել, չէ։ Ովքեր որ մտածում էին, որ նկարել է Կոմիտասը, ապրեք, որովհետև իրականում այս նկարները նկարել է Կոմիտասը, ոչ թե Մարտիրոսյանը, երեխեք ջան։ Կոմիտասը շատ էր սիրում նկարել, հաճախ նկարում էր գծանկարներ, իր նամակներում հատկապես և նվիրում էր իր մտերիմներին, մարմին, և վրան շատ աչքեր են, շատ դեմքեր, հա։ Տեսնեք ամեն դեմքի մասը ուռուցիկ է, որ կարծես դեմքի պրոֆիլ լինի, հա։ Ինչ է կարծում, ինչի է Կոմիտասը իրեն նկարել շատ աչքերով և շատ դեմքերով։ Որ շատ, այսինքն կարող եք ասել, որ Կոմիտասը շատ բաներ տեսնում, լսում, հասկանում, ուշադիր էր, լավ։ Ապրես Տիգրան,